Ըստ խնդրի խանութն աշխատում է կենտ ամսաթիվ ունեցող օրերին, օրինակ ապրիլի 7-ին, հետևյալ օրին է վերաբերվում եւ բոլոր երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Պահանջվում է գտնել, թե առավելագույնը քանի հաջորդական օր խանութը կարող է աշխատել։ Շատ լավ։ Դե եկեք ինչ-որ իրավիճակներ պատկերացնենք, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է կատարվում խնդրի ներսում առհասարակ, ու դրանից հետո արդեն կփորձենք լուծումը ձևակերպել։ Դե եթե մեզ մոտ տվյալ խանութը այդ օրը աշխատում է, ինչպիսին պետք է լինի օրը, օրը կամ կունենա այսպիսի կենտ ամսաթիվ, կամ պետք է այն լինի երեքշաբթի կամ հինգշաբթի։ Ենթադրենք այն կենտը։ Այսինքն մենք փորձում ենք այդ առավելագույն հաջորդական աշխատանքային օրերի շղթան կառուցել։ Հիմա, եթե այսօրը կենտ է, ակնհայտ է, որ հաջորդը կլինի զույգ, եթե սա ինչ-որ ամսվա ավարտ չի լինում։ Շատ լավ, այդ իրավիճակը ունենք, եթե սա ինչ-որ ամսվա ավարտ չի լինում և պետք է, որ այն լինի մեզ մոտ աշխատանքային, նշանակում է, որ այն պետք է լինի կամ հինգշաբթի, կամ երեքշաբթի։ Եկեք ենթադրենք, թե սա մեզ մոտ երեքշաբթի օր է, ակնհայտ է նաև զույգ է։ Հիմա հաջորդ օրը դե արդեն ակնհայտ է աշխատանքային կլինի, որովհետև կենտ է, մենք դեռ ամիսը չենք ավարտում ու նոր ամիս չենք սկսում, որպեսզի դրա հաշվին նույնպես աշխատանքային լինի։ Դա առայժմ մեզ պետք չէ։ Այն ինչ տրված է ըստ խնդրի, մենք կարող ենք անել։ Հիմա, եթե այսօրը կենտ է, դրա հաջորդ օրը մեզ մոտ կլինի զույգ, բայց մյուս կողմից, եթե սա երեքշաբթի էր, ահա այսօրը կլինի մեզ մոտ հինգշաբթի։ Ուստի այն նույնպես կլինի աշխատանքային, և այս հինգշաբթի հաջորդ օրը նույնպես կլինի աշխատանքային, որովհետև այն կենտ է։ Իսկ արդեն հաջորդ օրը մեզ մոտ պրոբլեմ կլինի, որ տեսեք, մենք կարողացանք 5 երկարությամբ շարք կառուցել, այսպիսի օրերի հաջորդականություն կարողացանք կառուցել, բայց արդեն 6-րդ օրը չի ստացվում մեզ մոտ ինչ-որ ձև դնել, որովհետև այն պարտադիր զույգ կլինի։ Բայց ով է ասել, որ այն պարտադիր զույգ կլինի, չէ՞ որ կարող է հենց այս օրվա վրա ամիսը ավարտվել, և եթե այստեղ կենտ է, ապա ամիսը ունեցել է, ենթադրենք կամ 29 օր, կամ 30 օր, կներեք 31 օր, էական չէ, այստեղ մենք նշենք, որ ամիսը ավարտվել է, ահա, և ուստի այստեղ մենք ունենք կենտ, որովհետև եթե սա եղել է 31, սա կլինի 1, ու դա հաջորդ օրը արդեն կլինի մեզ մոտ զույգ։ Եվ զույգ լինելուց բացի, եթե սա մեզ մոտ հինգշաբթի էր, կլինի ուրբաթ, շաբաթ և սա մեզ մոտ կլինի կիրակի օր։ Հետևաբար այն հաստատ ոչ աշխատանքային կլինի, այսինքն մենք կարողացանք առավելագույնը 6 երկարությամբ կառուցել այդ հաջորդական օրերը։ Ու նույնիսկ այստեղ կիրառեցինք այն, ինչը թողել ենք վատագույն դեպքում, եթե այլևս ոչ մի ձև ունեցած տվյալներով չէինք կարողանում ապահովել։ Եվ տեսեք նաև, եթե այստեղ ես ոչ թե ենթադրեի, որ երեքշաբթի է, այլ հինգշաբթի, եթե սա պատահաբար մեզ մոտ լիներ հինգշաբթի, դրանից հետո մենք կունենայինք կենտ աշխատանքային, բայց հետո կլիներ շաբաթ, որովհետև սա մեզ մոտ ուրբաթ է, և լավ, ենթադրենք այստեղ էլ ընկնում է մեզ մոտ սա 31 է, իսկ սա ամսվա վերջ 1 է ստացվում։ Նրանից հետո կներեք ամսվա սկիզբը 1 է, սրա հաջորդ օրը հաստատ զույգ կլինի և կլինի կիրակի, ու մենք ունենանք այստեղ առավելագույնը 4 հաջորդական օր։ Հետևաբար առհասարակ տրամաբանական չէր ենթադրել, որ սա հինգշաբթի է, ավելի տրամաբանական էր ենթադրել, որ երեքշաբթի է ու ունենալ նաև դրա հաջորդ օրը նույնպես աշխատանքային։ Շատ լավ, մենք 6-ով օրինակ կարողացանք կառուցել ինչ-որ ձև, իսկ ինչպես կարող ենք ասել, որ ավելի շատ չի կարող լինել, այսինքն սրանից ավելի շատ, օրինակ 7 հաջորդական օր ունենալ չենք կարող։ Դա պետք է ապացուցել նախ։ Ու բացի դրանից, այստեղ մենք որոշակի եզրակացություններ անելով կարողացանք այս օրինակը կառուցել, իրականում այլ կերպ նույնպես կարելի էր ենթադրում եմ կառուցել, օրինակ համարել, որ ամսվա ահա այսպիսի կիսվելը ոչ թե լինում է վերջում, ամսվա ավարտվելը, այլ լինում է սկզբում, ու դրանով անել, բայց օրինակը օրինակ է, էական չէ թե ինչպես է կառուցվել, էլի, եթե ամբողջությամբ բավարարում է։ Շատ լավ, հիմա կարող ենք համարել սա մեր լուծման քայլ 1-ը, որովհետև մենք այստեղ կառուցեցինք օրինակ, և հիմա պետք է ցույց տանք, որ սրանից ավելի շատ լինել չի կարող, քանի որ իսկ միգուցե կարող է, և մենք բավարար չենք փորձել, որպեսզի գտնենք ավելի շատով օրինակ, դա մեր քայլ 2-ն է։ Պետք է ապացուցել, որ ավելի շատով օրինակ չկա։ Ցույց տանք, որ ավելի շատով չկա։
կամ 7-ով չկա։ Եթե 7-ով չկա, ավելի շատով ակնհայտ է, որ չլինի։ Հնարավոր չէ։ Ու ինչպես ենք դա անում։ Տեսեք, նախ պատկերենք այդ 7 օրերը, մեզ մոտ ինչ-որ ձև, ենթադրենք այսպես։ Այստեղ ունենք 5, 6 և վերջապես 7։ Հիմա, որպեսի մեզ մոտ լինեն աշխատանքային այդ օրերը, ինչպիսին պետք է լինեն, այն պետք է ունենան կամ կենտ ամսաթիվ, կամ պետք է լինեն 3-շաբթի, 5-շաբթի, կամ էլ այսպես պետք է ամիսը ավարտվի, ու իրականում այստեղ հենց կենտ լինելու փաստներ, բայց նաև ամիսը ավարտվելը մեզ նույնպես օգնում էր, որ մենք հավելյալ օր ունենանք աշխատանքային լինելու համար։ Հիմա տեսեք, ինչ կարող ենք այստեղ ենթադրել։ Եկեք մի պահ մոռանանք այս կենտ զույգերի վերաբերել ու շաբաթվա օրերով նայենք, տեսնենք ինչ հակասության կարող են գալ։ Ու եկեք սկսենք երկուշաբթի օրը դիտարկել, որտեղ կլինի այստեղ, կարող է այստեղ լինել ու հասկանանք, որ օրերին չի կարող օրինակ երկուշաբթի լինել։ Որովհետև մենք ենթադրում ենք, որ այս 7 օրերը մեզ մոտ աշխատանքային են։ Շատ լավ։ Եկեք մեր ապացույցը ամենասկզբից ձևակերպելով գանք, որպեսզի ոչինչ բաց չթողնենք, էլի։ Նախ մենք ենթադրում ենք, թե հնարավոր է։ Ինչը նշանակում է, որ մենք ահա այս 7 օր ունենք, որոնք աշխատանքային են։ Շատ լավ։ Ունենք 7 օր հաջորդական, որոնք աշխատանքային են։ Հիմա, եթե մեզ մոտ օրինակ այս 3-րդ օրն է երկուշաբթի, ինչ է սա նշանակում։ Եթե սա մեզ մոտ երկուշաբթի է եւ այն աշխատանքային է, նշանակում է պարտադիր պետք է լինի կենտ ամսաթվով, այլ կերպ հնարավոր չէ։ Սրա նախորդն էլ նշանակում է, որ եղել է կիրակի, իսկ դրա նախորդը եղել է շաբաթ։ Ու արդեն սա մեզ մոտ աշխատանքային չէ։ Շատ լավ։ Այսինքն, ահա այս կտորը մեզ մոտ բերում է հակասության։ Եթե մեզ մոտ այս օրը, 3-րդ օրը լինի երկուշաբթի, դրա նախորդում է կիրակի, որը, եթե նույնիսկ ամիսը օրինակ այստեղ ավարտվել է, այսինքն սա նույնպես եղել է կենտ, ապա սա հաստատ զույգ ամսաթվով է։ Այսինքն, եթե ունենք երկուշաբթի, դրա նախորդ օրը կամ նախորդ օրը պարտադիր զույգ ամսաթվով է լինելու եւ լինելու է շաբաթ կամ կիրակի, ինչը նշանակում է, որ լինելու է ոչ աշխատանքային, ու արդեն այդտեղից մենք գալու ենք հակասության, կամ շաբաթ օրն է լինելու զույգ ամսաթվով, կամ կիրակին է լինելու զույգ ամսաթվով։ Ահա։ Ուստի երկուշաբթին չի կարող լինել 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 6-րդ, 7-րդ օրերից որևէ մեկը։ Եկեք դա այստեղ նշենք։ Երկուշաբթին չի լինի 3-րդից 7-րդ օրերից որևէ մեկը։ Ահա, շատ լավ։ Մենք ցույց տվեցինք, որ երկուշաբթին չի կարող ահա այստեղից այն կողմ լինել։ Այսինքն երկու իրավիճակ ունենք։ Հիմա արդեն երկուսը առանձին կդիտարկենք, երկուշաբթին կֆիքսենք ու ցույց կտանք, որ հնարավոր չէ ինչ-որ իրավիճակներում։ Վերցնենք մեր այս օրերի 7-նյակը եւ սկսենք ենթադրությունները մեր։ Սա երկուշաբթի է եւ այն աշխատանքային է։ Դա նշանակում է, որ կենտ ամսաթիվ է ունեցել։ Սա երեքշաբթին է, այն աշխատանքային է, այսպես թե այնպես, ուստի կարող ենք ենթադրել հանգիստ, որ զույգ է եղել։ Սա 4-շաբթին է եւ այն աշխատանքային է, որովհետեւ կենտ ամսաթվով է, սա 5-շաբթին է ու այն այսպես թե այնպես աշխատանքային է, ուստի կարող է զույգ լինել շատ հանգիստ։ Սա ուրբաթն է ու այն կենտ ամսաթվով է, հետեւաբար աշխատանքային է։ Իսկ սա շաբաթն է, ու որպեսզի այն լինի աշխատանքային, պետք է կենտ ամսաթվով լինի, ու եթե կենտ է, ապա այստեղ մեզ մոտ ամիսը ավարտվել է։ Ահա, ամիսը ավարտվել է։ Հետևաբար կիրակին մեզ մոտ կլինի զույգ։ Ու արդեն այստեղից մենք գալիս ենք հակասության։ Ահա։
Շատ լավ, ստացվեց, որ երբ երկուշաբթին առաջինն է, մեզ մոտ հակասություն է լինում։ Հիմա եթե երկուշաբթին երկրորդ օրն է, ինչ է ստացվում դրա արդյունքում։ Եվ այն աշխատանքային է, հետևաբար այն պետք է լինի կենտ ամսաթվով ու իրեն նախորդում է կիրակին, եւ եթե այս յոթնյակը մեզ մոտ աշխատանքային էր, նշանակում է այն նույնպես պետք է լինի կենտ ամսաթվով, ինչը նշանակում է ամիսը ավարտվել է այստեղ։ Ու այդ ամիս ավարտվելու կտորը մենք չենք կարող ուրիշ տեղ օգտագործել։ Հիմա սա մեզ մոտ 3 շաբթի է, որը զույգ է ու այսպես թե այնպես աշխատանքային է։ Ունենք 4 շաբթին, որը կենտ է ու աշխատանքային է, ունենք 5 շաբթին, որը զույգ է, բայց աշխատանքային է 5 շաբթիի հաշվին, ունենք ուրբաթը, որը կենտ է եւ աշխատանքային է, եւ ունենք արդեն շաբաթը, որը մեզ մոտ զույգ է, որովհետեւ ամիսը չի կարող այս 5 օրվա ընթացքում ավարտվել, որպեսզի մի անգամ էլ այս ամիսը ավարտվելու կտորը կիրառենք, ուստի այստեղից գալիս ենք հակասության, իսկ հակասությունը եկավ այնտեղից, որ մենք ենթադրել ենք, թե 7 օրով հնարավոր է։ Հետևաբար հնարավոր չէ։ Ահա։ Շատ լավ։ Հիմա եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը եւ հասկանանք ինչ արեցինք։ Դե առաջին կտորը խնդրի լուծման առաջին քայլը դա օրինակ փնտրելն էր, այսինքն ինչ որ իրավիճակներ տարբեր դիտարկել ու հասկանալ, որոնք են մեզ բավարարում։ Օրինակ շատ կարևոր էր հասկանալ, որ այսպես ամիսը կարող է ավարտվել կենտ օրով եւ դրա հաջորդը նույնպես կենտ ամսաթվով օր կլինի ու մեզ մոտ երկու հաջորդական աշխատանքային օր այդտեղից նույնպես կարող է ծնվել ու պարտադիր էր փորձել ու գտնել օպտիմալ այսպիսի օրինակ։ 6-ի համար օրինակ կարողացանք կառուցել։ Հետո մի քիչ եթե փորձեիք կտեսնեք 7-ի համար անընդհատ չի ստացվում ու արդեն միտք կգար, որ հնարավոր չէ 7-ի համար, բայց մենք չենք կարող միանգամից ասել, որ տեսեք, մենք փորձեցինք չստացվեց, ուստի 7-ի համար հնարավոր չէ։ Ոչ, պետք է կոնկրետ ապացուցել, թե ինչու հնարավոր չէ, եւ դա մենք ցույց տվեցինք քայլի 2-ով։ Ու ինչպես ապացուցեցինք, մենք նախ ենթադրեցինք, թե հնարավոր է ու ասացինք, որ ահա այս 7 հաջորդական օրերը թող լինի աշխատանքային։ Ենթադրենք դրանք աշխատանքային են։ Հետո երկուշաբթի օրը սկսեցինք դիտարկել, թե որտեղ կարող է լինել։ Եթե երրորդ դիրքում լիներ երկուշաբթի օրը, նրան հաջորդող երկու օրերից որևէ մեկը պետք է լինի աշխատանքային պարտադիր, որովհետև շաբաթ կիրակի է ու սրանցից որևէ մեկը գոնե լինելու է զույգ, ինչը արդեն հակասության է բերելու։ Ունեն հակասության գալու ենք, երբ երկուշաբթին լինի 4-րդ դիրքում, որովհետև ահա այստեղ են շաբաթ կիրակին ընկնելու, եթե 5-րդում լինի այստեղ են շաբաթ կիրակին լինելու եւ այդպես շարունակ։ Հետևաբար 3-ից 7-րդ չի կարող լինել երկուշաբթի։ Ու ստացանք երկու իրարից տարբեր իրավիճակ ու սկսեցինք դրանք քննարկել։ Հիմա երբ երկուշաբթին առաջին օրն էր, եկանք հակասության ամենավերջին օրվա վրա։ Երբ երկուշաբթին երկրորդ օրն էր ու դրա նախորդը պետք է լիներ աշխատանքային ու գիտեինք, որ կիրակի է, նշանակում է պետք է կենտ ամսաթիվ ունենար, բայց եթե երկուշաբթին արդեն աշխատանքային է, ուստի նա նույնպես ունի կենտ ամսաթիվ, իսկ երկու հաջորդական կենտ ամսաթիվ ունենում ենք այն դեպքում, երբ ամիսը ավարտվում էր։ Եվ այստեղ մենք օգտագործեցինք արդեն ամիսը ավարտվելու մեր եզրակացությունը։ Հետևաբար այստեղից հետո սկսեցինք քայլ-քայլ գալ ու արդեն ամիս ավարտվելու պահը այստեղ չէին կարող օգտագործել, հետևաբար 7-րդ օրը մեզ մոտ ստացվեց ոչ աշխատանքային։ Ու մենք նույնիսկ այստեղ ակամայից երկու իրարից տարբեր օրինակ կառուցեցինք 6 իրար հաջորդող աշխատանքային օրվա համար եւ ցույց տվեցինք, որ 7-ով հնարավոր չէ։ Ու եթե այստեղ էլ հնարավոր չէ, նշանակում է մեր սկզբնական եզրակացությունն է, կներեք, ենթադրությունն է եղել սխալ։ Իսկ ենթադրությունը եղել է այն, որ 7-ով հնարավոր է։ Հետևաբար 7-ով հնարավոր չէ, իսկ 6-ով օրինակ կառուցել ենք։ Ոստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։